բոլոր իմ ընդդիմադիր գործընկերներին, անկախ բոլոր տեսակի տարաձայնությունից կոչ եմ անում ձևավորել միասնական հարթակ եւ այդ հարթակի թիվ 1 խնդիրը դնել մեր պետության, մեր եկեղեցու եւ մեր ինքնության պաշտպանություն։ Քաղաքական ուժերից տարին առաջարկով է սկսում Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարը։ Էդմոն Մարուքյանն ընդդիմադիրներին առաջարկում է մեկ միասնական բևեռով մասնակցել համապետական ընտրություններին։ Մարուքյանի կարծիքով Մայրաթորի դեմ Փաշինյանի պայքարը ընդդիմադիրներին համախմբող մարտահրավեր է։ Ըստ էության, ինքը այս գործողություններով նվեր է անում Հայաստանի Հանրապետության քաղաքական ընդդիմությանը, բոլոր նրանց, ովքեր հասկանում են քաղաքականությունը ինչ է, եւ այլևս հարցը հրճակում որպես ընտրություններին սպասվող թիվ 1 հարց։ Իշխող թիմի հետ նախկինում համագործակցած Մարուքյանը վստահ է Փաշինյանի իշխանությունը տապալելու ողջամի ճանապարհը մեկ ուժեղ ու ընդլայնված դաշինքն է։ Մարուքյանը, որ կտրուկ էր նախկին իշխանությունների հետ համագործակցելու հարցում, հիմա ահազանգում է պետությունն ու հայ ժողովրդի ինքնությունը վտանգված են։ Պետք է վեր մնալ տարաձայնություններից ու միավորվել։ Փաշինյանը ընտրություններից առաջ հրճակել է քաղաքական թիվ 1 թեմա, այդ թեման դարձել է քաղաքական եւ ասում է քաղաքական ընդդիմություն, հավաքեք, եկեք ինձ հանեք։ Հիմա հույսը ինչի վրա է դրել, որ քաղաքական ընդդիմությունը բոլորը չպետք է հասկանան այդ process-ը եւ չփորձեն որևէ բան անել, որ իրան հեռացնեն ընտրությունների միջոցով։ Ինչի վրա է հույսը դրել։ Մարդը սխալը արել է, մեծագույն մեծ սխալը քաղաքական սխալն արել։ Մինչև հիմա ինչ անում էր, մեղքեր սխալ էր, հիմա քաղաքական սխալն է արել։ Ինքը իր էլեկտորալ բազային հարվածում է եւ նաեւ կոնսոլիդացնում է հակառակ էլեկտորալ բազան։ Իդեալական տարբերակ կլիներ, որ մեկ միասնական ընդդիմադիր բևեռ ձևավորվեր, բայց դա ես հնարավոր չեմ համարում Հայաստանում արկա օբյեկտիվ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով։ Ընդդիմադիրներից Մարուքյանին արձագանքում է դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդը Սուրեն Սուրենյանցը, որ ընդդիմադիր դաշտում պայքարի տասնամյակների փորձ ունի, միասնական ցուցակը իրատեսական չի համարում։ Ընդդիմությունի տարբերություն իշխանության ամեն դեպքում բուրգ չի, որտեղ լինի միասնական կենտրոն, ինչ-որ ինստիտուցիոնալ կառավարմամբ բոլոր ընդդիմադիր սեգմենտները այդ կենտրոնին ենթարկվեն, այսինքն իշխանության տրամաբանությունից եւ վերտիկալից շատ տարբեր ընդդիմությունը։ Սա մեկ։ Երկրորդը, որպիսի նման բան լիներ, ընդդիմադիր դաշտում առնվազն մի գործիչ կամ լիդերների մի ինստիտուտ պիտի վարկանիշով մյուսներից փոխված լիներ, կոնսոլիդացիոն մեծ ռեսուրսով եւ պոտենցիալով, մենք այդ երկրորդ գործոնն էլ չունենք։ Միասնական ընդդիմության թեզը գրավիչ է, բայց դա խմորել ու դարձնել նախընտրական օրակարգ Սուրենյանի կարծիքով ճիշտ չէ։ Մարդկանց մոտ սպասումներ կձևավորվեն ու ձախողվելու դեպքում, որ շատ հավանական է, մեծ հիասթափություն կլինի։ Ես տեսնում եմ, որ ձևավորվելու են ընդդիմադիր 4-5 կոնսոլիդացիոն կենտրոններ, հիմա կոռեկտ չի, որ ես մյուսների անունները նշեմ, բոլոր սոցիոլոգիական հարցումներով այդ 4-5 ուժերը երևում են, իրանք կարևոր է, որ ներդաշնակ վարքագիծ ունենան, թե չէ միասնական ընդդիմություն որպես այդպիսին մեկ ցուցակ, մեկ լիդերով ձևավորվել չի կարող։ Սուրեն Սուրենյանցը նախկինում համագործակցել է գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի հետ։ Այս անգամ Ծառուկյանն ընտրություններին կմասնակցի առաջարկ Հայաստանին ծրագրով։ Հիմա էլ դեմոկրատական այլընտրանքը բանակցում է, բայց դեռ ասում է վերջնական չէ։ Դաշինք կկազմեն թե ոչ, ու այդ հնարավոր դաշինքում էլ ինչ ուժեր կլինեն։ Դրանց քննարկման ժամանակ կա, հունվար փետրվար ամիսներն են, տակավին ժամանակը չի եկել դրա։ Դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին էլի ուժեր են խոսել, բայց մեկ միասնական ճակատի մասին առաջարկ չի եղել։ Նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանն էլ դեռ չի հստակեցրել ինչպես է մասնակցելու։ Դարձյալ իր գլխավորած Հայաստան դաշինքով թե ուրիշ ուժերի կմիանա։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընտրություններին մասնակցելու մասին անգամ չի հայտարարել։ Առաջին նախագահն իր առաջնորդած կոնգրեսի ցուցակը չի գլխավորի։ Լևոն Զուրաբյանն է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն, բայց այստեղ էլ այլ ուժերի հետ բանակցությունները շարունակվում են ու դաշինքը չի բացառվում։ Բայց ես կարծում եմ, որ կան, այսպես ասեմ, ավելի կարևոր ուժեր, ում հետ արժի լրջորեն բանակցել։ Նախորդ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի միացած դաշնակցությունը այս անգամ ինչ է անելու։ Համաձայն են, որ մեկ միասնական ցուցակով մասնակցեն։ Պատգամավոր Գեղամանուկյանն ասաց, որոշում դեռ չունեն։ Նոր առաջնորդների ժամանակն է։
Քաղաքական ուժերի հետ բանակցությունները շարունակում է նաև Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժումը, մեր ձևովը։ Նախկին նախագահների առաջնորդությանը դեմ են, բայց նրանց թիմակիցների, ինչպես իրենք են ձևակերպել, մաքուր ձեռքերով թեկնածուների հետ համագործակցությանը ոչ։ Ընտրություններին խոստանում են մասնակցել բոլորի համար ընդունելի առաջնորդով։ Վարչապետի թեկնածուի անունը մենք հրապարակենք տարվա սկզբին քաղաքական ուժի ստեղծման համագումարի ժամանակ։ Եսա կպանի այդ ֆեյքերի ֆաբրիկան են զավոդը, եսա խոդա տալու ոնց։ Հայկը ախր Քոչարյանի հետ է հանդիպել, իրար հետ են պայմանավորվել, Ռուսաստանի շպիոննա, տալուշը չէ բանը, Չեխիայի շպիոննա, սաղ տներ ընդեղա։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ է հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին։ Այստեղ էլ դեռ քննարկումներ են։ 2026 թվականի կարևորագույն իրադարձությունը սակայն ազգային ժողովի հունիսին կայանալիք հերթական ընտրություններն են։ Ընտրություններին մասնակցող ուժերից միայն իշխող ԿՊ-ի ծրագիրն է հստակ։ Մասնակցելու են միայնակ ու Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։ Ընդդիմադիր թևում նախընտրական քննարկումները կակտիվանան հունվարի կեսից։ Քաղաքական ուժերից այսօր հրաժարվում էին ավելի մանրամասն խոսել։